ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը լեգիտիմություն չեն ունեցել, ես հիմա որ ասեմ, ինչքան էլ ասեն, չէ, շատ ուժեղ լեգիտիմություն ունեին 100% ձայն են ստացել, եկեք ասենք, որ դա գաղտնիք չի եղել։ Իդեպ Սահմանադրական դատարանի վստահության հանրակրվեի իրականացրել խորհրդատվություն որոշումը կարող են համարել 2004 թվականին դրա ապացույց։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 96 թվականի վերաբերյալ մենք գիտենք, որ իդեպ Փաշինյանը ներողություն խնդրեց, չէ՞, Վազգեն Մանուկյանի հեղափոխությունից հետո այդ ընտրակեղծիքների համար, այսինքն ըստ էության դուրս է գալիս, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները գոնե ընտրակեղծիքների հետ կապված ձեր կոռուպցիան, KGB-ի հետ առնչությունները, լյուստրացիան, դրա մասին չեմ էլ խոսում։ Կամ ասենք ընտանիքի անդամների այդ ԽԾԲ ուրեմն չափանիշներով պաշտոնների նշանակելը եւ նրանց հանկարծակի միլիարդատեր դառնալը, այստեղ շատ կետեր կան, Նարեկ ջան։ Հուսով եմ Նիկոլ Փաշինյանը այսպիսի մեղքերի մեջ քաղաքական ինքը թաթախված չէ։